Արդյոք ինչ իրավիճակ։ Ինչ նկատի ունեմ։ Չկա այդպիսի բան։ Մոտորերս երբ։ Մոտորես, մոտավորապես մեկ ամի լինի երկու շաբաթ առաջ, անգամ մեստով առաջելան նկատի ունի սահմանային իրավիճակը, պարոն Սարգսյան, ութում բնակիչներն են հարցեր սոտքում, այո, կրակում են մարդիկ, նաև հաղթի մեջ են ինչ իրավիճակ է, դու գնացել եք, տեսել եք ինչ իրավիճակ է։ Ես գնացել եմ, ամեն ինչ խաղաղ է, ոչ մի տագնապային որևէ բան չկա։ Լսվել են կրակոցներ, պարզ չի եղել այդ ժամանակ, թե որ կողմից է եղել կրակոցները։ Բնակիչները այդպիսի ձայներ լսել էին, մենք էլ դրա մասին ասել էինք, որ լսվել են ձայներ, բայց որևէ այլ բան չկա։ Իսկ փորձել եք բացել թիրախային յուղի թիվությամբ են կրակում, յուղի մեջ են կրակում, օդ են կրակում, միջդիրքային հատվածում։ Խնդրում եմ այդ բոլոր հարցերը ուղղել Պաշտպանության նախարարությանը, Պաշտպանության նախարարությունը կպատասխանի։ Իսկ այդ կրակոցների հետևանքով պարոն Սարգսյան սոտքի հանքավայրի բնականon աշխատանքը արդյոք խաթարվել է, թե շարունակվում են։ Ոչ որևէ այդպիսի բան չկա, սոտքի հանքավայրը իր բնականon ունով ու աշխատանքները կազմակերպում են։ Որևէ դադար այդ առումով չի եղել։ Որպես մարզի մարզվեց, արդյոք ձեզ տարօրինում է անհարց, որ ադրբեջանցիները մինչև օրս զավթած են անում Գեղարքունիքի մասին շարժվածներ և նրանք հետ վերադարձի պահանջ Հայաստանի իշխանությունների կողմից չեն տեսնում և որը ամրագրված չէ նաև խաղաղության պայմանագրում։ Ուզում եմ ձեր դիտարկմանը չհամաձայնվել, որ Հայաստանի իշխանությունները այդպիսի հարց չեն բարձրացնում, չառաջար սխալվում եք ու բացի դրանից էլ մենք խոսել ենք բազմաթիվ անգամներ այդ մասին, որ սահմանազատման դեպքում այդ հարցերը կկարգավորվեն։ Ես այս բանին որևէ ժամկետներ չեմ կարող նշել։ Կոնկրետ այդ հարցերի մասով խնդրում եմ Պաշտպանության նախարարությանը դիմել։ Շատ լավ, ես ասում եմ դիմեք Պաշտպանության նախարարության։ Ես գիտեմ, խնդրում եմ դիմել Պաշտպանության նախարարության։ Գաղտնիք պահում, կաշկանդվում եք, նեղվում եք։ Ումից պետք է նեղվեն։ Ձեզանից ումից պետք է նեղվեն։ Հանրությունից չենք նեղվել, մենք ասել խնդրում եմ մի այդպես բանով ագրեսիայով, ագրեսիվ իմ հետ, հա, խնդրում եմ հանգիստ, ավելի հանգիստ։ Մոտեք եք ավելի։ Ոչինչ, եկեք իմ կողքը կանգնեք զրուցենք։ Ես ձեզ ասեցի, դիմեք Պաշտպանության նախարարությանը, ուրիշ հարց ունեք։ Նաև մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Մարտունի բժշկական կենտրոնի հետ կապված դուք կարծես թե դեմ եք գնում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ինչ լարված հարաբերություններ են ձեր միջև եւ ի վերջո բժշկական կենտրոնում հարցեր։ Բժշկական կենտրոնում հարցը արդեն իսկ կարգավորված է, ունի տնօրեն, որևէ լարվածություն նախարարի հետ չունեմ։ Հիվանդանոցի բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթը մի քանի անգամ չի կայացել, վերջին անգամ նշանակել են քննող խումբ, ունեցել ենք, ձևավորել ենք քննող խումբ, որի արդյունքում իմ լիազորությունների շրջանակներում նշանակել եմ բժշկական կենտրոնի տնօրեն։